Պարոն Պապոյան, Տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով այդ քարոզարշավի արդյունքները ձեզ համար լավ են։ Դե չնայած այն հանգամանքին, որ իմ տպավորությամբ միլիարդավոր դրամների ընտրակաշարք է բաժանվել հայտնի ուժերի կողմից, որոնք ձայնագրություններով լավ հա ասենք 50-60 դեպքով բռնվեցին, բայց ես կարծում եմ, որ հազարավոր դեպքերով էլ չեն բռնվել, եւ դա բնականաբար իր ազդեցություն ունեցավ ընտրության վրա։ Այնուամենայնիվ դա նաև հակառակ, այսինքն ինչ է տեղի ունենում, մի կողմից մարդիկ տեսան, որ իրենց խաղաղությունը վտանգված է, որովհետև չգիտեմ 150-200 հազար դրամով ձայներ են գնում ոմանք կամ ինքնաթիռի տոմսեր են առնում եւ իրենց աշխատողներին այդ երկրից բերում են գրանցում են եւ ուղղակի գնացին մյուս կողմից հակառակ բանն էլ տեղի ունեցավ, որովհետեւ այն մարդը, որը իներտ էր կամ ամենայն հավանականությամբ չէր գնա, օրինակ ես ունեմ մարդիկ ինձ գրում են, ասում են ես 21-ին չեմ մասնակցել, 18-ին չեմ մասնակցել, 17-ին չեմ մասնակցել, բայց գնացել եմ, ձեզ ընտրել եմ այս անգամ, որովհետև չեմ ուզում, որ ինչ-որ մեկը իմ տեղը որոշում կայացնի, այսինքն հակառակ ռեակցիան էլ տեղի ունեցավ եւ մարդիկ գնացին պաշտպանեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, իրենց երեխաների խաղաղությունը եւ սա ֆանտաստիկ է։ Պապոյան, 21 թվականի պատկերը դուք չունեք եւ համանդրություն փոխել է ձեզ համար խնդրահարույց։ Մենք ունենք շատ ավելի ուժեղ մանդատ, մենք քաղաքացիներից ավելի ուժեղ մանդատ ենք ստացել, մենք 21 թվականին քաղաքացիական պայմանագրին քվեարկել է 688,761 Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ 26 թվականին մեզ քվեարկել է 727,160, այսինքն 38,399 ձայն։ Դա նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի ուժեղ մանդատ է ստացել եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի մեծ ժողովրդականություն ունի 26 թվականին, քան ուրեմն հիմա։ Սա ֆիքսենք, մնացածը արդեն այլ հարցեր են, այլ օրակարգի եւ Հաստորեն Փաշինյանի ասած 65%-ը չեղավ, պարոն Պապոյան։ Ստացվում է, որ դուք այսպես թե այնպես 51+% չունեք եւ դա ձևավորվելու է այլ մեխանիզմով։ Մինչդեռ դեռևս ընտրության արդյունքների անգամ 20%-ը չմշակված Նիկոլ Փաշինյանը եկավ գլխավոր շտաբ եւ հայտարարեց, որ դուք հաղթում եք։ Սա ինչի՞։ Որովհետեւ այս պատկերը ոչ, որովհետեւ երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, մենք գիտեինք, որ 727,000 ձայն ենք տալ։ Գիտեք ինչի։ Որովհետեւ մեր վստահված անձինք այդ բաները նկարել էին, այսինքն արձանագրումը տեսեք, ամփոփված է մի իրավիճակա, երբ որ ամփոփված է, բոլորը գիտենք, թիվը մեզ ուղարկում են, մեկ այլ իրավիճակա, որ դա հələ դեռ պետքա դնես բանի մեջ, ստորագրես, սոսնձես, դնես մեքենան, տանես տանեք տարածքայինից տանենք հասցնենք բան, այնտեղ հասկանալի է։ Երևան քաղաքում շատ լավ 2005-ից դեռ 5 տեղում օրինակ դեռ հաշվում են եւ 90% հաշվել են, մնացել է 10%-ը։ Լավ, դա է պատճառը, որ հիմա կարող է 727 չէինք մտածում, կլիներ 730 կամ 723, բայց դա ոչ մի բան չէր կարող փոխել։ Հաղթելու մասին արդյոք պետք է վարչապետ ասի, դա պաշտոնական տվյալ է, կառույց կա հատուկ դրա համար։ Եթե մենք գիտենք, որ հաղթել ենք, ինչի պետք է վարչապետը չհայտարարի քաղաքական հայտարարություն չանի, որ հաղթել եք, ավելին ասեմ, մենք նախորդ ընտրությանն էլ հայտարարությունը, որ արվեց վարչապետի կողմից, դեռևս մի քանի տեղամասերում հաշվարկ կար, դեռևս 10-20%-ներ եւ այլն, դեռևս 10-20%-ներ հրապարակված, բայց մենք հայտարարեցինք, հաղթեցինք, որտեղ մենք տվյալը գիտենք, մեր վստահված անձը ասում է, մենք այստեղ օրինակ տարել ենք 522 ձայն, պայմանական ուժեղ Հայաստանը տարել է 127 ձայն, այս իշն է տարել է 62 ձայն։ Իմ ասած հետևաբար նախագահ վերաբերմունք եք ցուցաբերում եւ դրանով ազդում եք նաեւ ընտրական հանձնաժողովի վրա, Հայաստանի ընտրական հանձնաժողովի վրա ոչ, ընտրական հանձնաժողովի վրա հնարավոր չի ազդել, որովհետև մաթեմատիկա է, 1 գումարած 1-ը հավասար է 2, որևէ տեղում դրանից, այսինքն ինչ քվեարկվել է,
նույն կերպ պահպանվել է, նույն կերպ, որևէ կերպ, թե որևէ մեկը կասկածում է, կարա գնա ցանկացած տեղ ու բողոքարկի ու հաշվի։ Բողոքարկել է։ Ահա, դե կտեսնենք դրա արդյունքում օրինակ քաղաքացիական պայմանագրի ձայները կավելանա, թե չէ։ Իմ կարծիքով կավելանա, որ եւ կրկնում եմ, այդպիսի հարց տալ այն պարագայում, երբ որ հարյուրավոր դեպքերով ձայնագրություններով ապացուցվում է, որ երկրում քլիա օլիգարխիկ մնացուկները, որոնք ջախջախվեցին, միլիարդներով կաշառք են բաժանում, ու դուք դրա մասին ոչ մի բան չեք ասում, ձեր լրատվամիջոցների մեծ մասը կներեք, լրատվամիջոցների մեծ մասը հրապարակվում է հակակոռուպցիոն կոմիտեն օրը 10 հատ օրինակ ֆակտորը հրապարակում է, անընդհատ տեսել եմ, բայց կներեք բազմաթիվ ուրեմն լրատվամիջոցներ, դες ոնց որ թե երկրում բան չկա, երկու հոգի բան է խոսում, ասեք պետական նախկին բարձրաստիճան պաշտոնյա բան է խոսում, ասում է դե կզանգես նախագահի հետ, անունն էլ տալիս է, բան է, կասես դե բան է, էնի պիտի ես ինչ ան, հետո դե ասում է 400,000 սրան տվեցի, 600,000 սրան տվեցի, 7.5 միլիոն սրան տվեցի, 8.5 միլիոն, կներեք, մի վարքան, 8.5 միլիոն սրան տվեցի, 9.5 միլիոն սրան եւ այլն, բան չի եղել երկրում, որևէ բան տեղի չի ունեցել։ Ուրեմն տեղի ունեցել եւ իմ քաղաքական գործունեության հաջորդ հնգամյակը նվիրված է լինելու նվազագույնը բոլոր այն մարդիկ, որոնք որ անցել են այդ գործերով, շաբաթը մեկ հետաքրքրվել, թե դրանցից ով նստեց, ով չէ։ Ոչ մեկ չի պրծնելու, ոչ մեկ ու ուղիղ հայտարարում եմ, այդ չէ, եթե ես լսել եմ, որ այսինչ մարդը ձայնագրությամբ լսել եմ, մի վարքան, ձայնագրությամբ լսել ենք, որ այսինչ մարդը երկու հոգի իրար հետ ասում են 6 միլիոն 850, չէ, բազար են անում իրար հետ, ասում են չէ 6 միլիոն 850 չի, 6 միլիոն 650 է, այն մեկը չգիտեմ, մեկուսին ջինս է տալիս, այն մյուսին, ես ինչ է տալի, հիմա, մի վարքան, չէ, ասում եմ, ես հետևելու եմ, որ այդ դուրս պրծուկները նստել, եւ եթե նախկինում ինչ որ եղանակներով այդ դուրս պրծուկները չեն նստել, այս անգամ նստելու են ու պիտի նստեն, որովհետև սա պետության ազգային անվտանգության հարց է։ Չի կարող մեկը գալ ինչ որ տեղից միլիարդավոր դրամներով բանանել, փողեր բաժանել ու հետո տես բան չի եղել, էլի։ Պարոն Պապայան, այս ժողովուրդը ուրեմն տեսեք, կար եռագլուխ պատերազմի կուսակցություն եւ իր Պոչը կտրել է եւ եռագլխիկներից մի գլխիկն է կտրել։ Այն երկու գլուխները ջախջախել է քաղաքական իմաստով եւ քաղաքական իմաստով մեր խնդիրն է այն երկու գլխիկներն էլ գլխական 41% ունեն, բայց ընդամենը 49, այդ ոնց է ջախջախել։ Ինչ անունն են։ Երկուսը միասին 41% ունեն ձայների։ Իսկ դու 40 Ես ասում եմ, երկրում բաժանվել է միլիարդավոր դրամների ընտրակաշառք եւ ընտրակաշառք բաժանողները պետքա քաղաքական իմաստով, այո, ջախջախվեն, քաղաքական իմաստով ջախջախվեն։ Չի կարող ընտրակաշառք բաժանողը Հայաստանում տես բան է, տես կարծես թե բան չի եղել, տես պատգամավոր աշխատի 5 տարի։ Պարոն Պապայան, Բարև ձեզ։ Պարոն Պապայան, Տեսակ մեկին, բանա, քաղաքապետ ընտրվեց։ Այն որ երաժշտությունը միացրել էր, դասական երաժշտության տակ բան էր անում, կաշառք էր, բանակցում մի հատ ուրիշ ենթակա պաշտոնյայի հետ։ Այ տեսակ, հիմա կգնա կնստի շատ երկար։ Պարոն Պապայան, Նոր կիմանան։ Պարոն Պապայան, ԿՊՆ-ը ինչ է, այսքան ռեսուրս ծախսում, նոր հոլովակներ, ռոլիկներ պատրաստում ես նախընտրական շրջանում կամ ընդհանրապես հանրային ելույթների ժամանակ։ Դուք ասում եք, այն ինչ 18 թվականից պետք է նախկին մեղավորները, ովքեր խախտումներ էին արել, ճաղերի հետևում հայտնվեին 21 թվականին, պետք է ճաղերի հետևում հայտնվեին 26 թվականի նախընտրական շրջանում, էլի ինչքանով Ճիշտ եք ասում, եւ մենք ընդունում ենք, պարոն Կիրակոսյան, ես համաձայն եմ ձեր հետ, ձեր դիտողությունը ճիշտ է եւ մարդիկ, որոնք որ հիմա պիտի սպասեին նրան, որ ասենք 8 տարի առաջ դատվել են, պիտի սպասեին մի 2-3 տարի հետո դուրս գային, այսօր Հայաստանը քաղաքականությամբ է զբաղվում։ Դուք ճիշտ եք, որ ստել եք։ Ես ընդունում եմ, որ բացեր եղել են, բայց դրա պատճառը նաև այն է եղել, որ այդ
բաները մեր սահմանադրության մեջ այդ համակարգերը այնց է գրած եղել, որ դե բանա, սրա տղեն ինչի կարա ցմահ լինի բան դատավոր, նրա տղեն հələ ցմահ կարա լինի դատավոր։ Տես այդ բաներով սրա տղեն, նրա տղեն եւ այլն, այդ կներեք, միտքս ավարտեմ։ Այդ համակարգի պատճառով այդ մարդիկ ոչ թե սպասում են, որ 2-3 տարին էլ լրանա դուրս գան, այլ քաղաքականությամբ է զբաղվում, բայց այս մանդատը ինձ թվում է բավարար է, որպեսզի պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարությունը երկար տարիներ անցկացնի բանտում։ Պարոն Պապայան, կներեք, գուցե հեչ այս իշխանությանը պետք էլ չի, որ այդ մարդիկ, ովքեր իհարկե օրենքով կմեղավոր կճանաչվեն, դատանով մեղավոր կճանաչվեն, պատասխանատվության ենթարկվեն, որովհետև ձեր քաղաքական գործունեությամբ սնուցող երակն են, որովհետև ինչ կան իրենք կան, դուք դա այդպես չի դա բան է, այտենց ինչ-որ կեղծ բան է, որը նետված է, եւ այդ համակարգի լինելիությունը բերում է նրան, որ դու գնում ես օրինակ ընտրությունների հաղթելու ոչ թե նրա համար, որ ուզում ես օրինակ X տնտեսական ծրագիր իրականացնես, գնում ես հաղթելու, որ ուզում ես պետությունը փրկես։ Հասկանում եք ինչի է։ Դե մենք չենք գնացել բանը հաղթելու, որ օրինակ իրականացնենք այս տնտեսական քաղաքականությունը։ Մենք գնացել ենք հաղթելու, որովհետև եթե մենք չհաղթեինք, լինելու էր պատերազմ ու անկախության կորուստ։ Պետության փրկելու հարցեր։ Ուտեղ չի լինելու որևէ տեսակի բան։ Եվ կներեք մեկ այլ հարց, պարոն Պապայան, դուք նախ շարունակելու եք այս պաշտոնը։ Դա կորոշի հանրապետության վարչապետը քաղաքացիական պայմանների կուսակցության ԵՄ-ի արտահանումների հետ կապված, հա, կառավարության նախագծում ամեն դեպքում հավելվածում, ոչ էլ բուն նախագծում, որոշման նախագծում չկար նշված, թե գումարի չափը փոխհատուցման ինչքան է լինելու, ներկայացնեք օրինակ ԵՄ արտահանումների ժամանակ տնտեսվարողները ինչքան արտոնություն են ստանալ։ Այնքան ինչքան կարտահանում։ Հա, ինչ բանաձևով է հաշվելու։ Չգրած այդ մեխանիզմը։ Ասում ենք մեխանիզմը բանաձևը դրված է, սահմաններ չկա, ասում ենք այնքան ինչքան կարտահանում։ Եվ բացի կներեք, բացի ծաղիկները, որ գնաց 10,000 խմբականակը, այլ ապրանքներ, որ արդեն Եվրոպայում են։ Այո, նաև մենք ցամաքային ճանապարհով միջոցով ծաղիկ ենք ուղարկել։ Հայաստան, Վրաստան, չէ, Թուրքիա, Բուլղարիա, Ռումինիա, Ուկրաինա։ Այո, այդպեսի, չէ, բեռնակարով։ Նկատի ունեմ հիմա կամաց սկսվում է։ Իսկ ծաղիկներից բացի պտուղ բանջարեղեն։ Պտուղ բանջարեղեն հիմա արդեն ընկերություններ կան, աշխատում են Հունաստան արտահանման ուղղությամբ կար պայմանավորվածություններ, որ հավաքեն, արդեն ուղարկեն, այսինքն տեխնիկական հարցեր թղթեր եւ այլն։ Պարոն Պապայան, վերադառնալու ընտրություններին քարոզարշավի ժամանակ հատկապես վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը արդեն պատկերացնում էր, որ ինքը հաղթել է, արդեն որոշել է, որ Նիկոլ Փաշինյանն էլ բանտ է ուղարկելու, Սամվել Կարապետյանը արդեն կառավարություններ ձևավորել իրեն վարչապետով էին դիմում, բոլորս տեսանք, թե ինչ արդյունքներ իրեն գրանցեցին, ձեր ասելիքը ո՞րն է մնաց։ Դե մեր ասելիքը այն է, որ փոփոխություն փաստորեն չեղավ։ Այո, փոփոխություններ կլինեն Հայաստանում, շատ փոփոխություններ, դրական փոփոխություններ կլինեն, այդ թվում նաև փոփոխություն բառը ասող մարդիկ քաղաքականությամբ չեն կարողանա Բայց ամեն դեպքում սպասումներ չեղավ, պարոն Պապայան, որովհետև եւ Ալեն Սիմոնյանը եւ Նիկոլ Փաշինյանն ասում են 65%-ից ավել ձայն ենք ստանալու։ Մեր սպասումը նայեք, որ մենք ավելի մեծ վստահության քվեկ ստանանք մեր ժողովրդից ու ստացանք, որտեղ ինչքան ես գիտեմ 682-ը ավելի փոքր է 717-27-ից։ Դրա պատճառով է եղել։ Դուք ամեն դեպքում չեք ստացել այդ 60%։ Մենք ասում ենք նշանակում եք մեզ ավելի շատ մարդ է Հայաստանի Հանրապետությունում ընտրել, քան 21 թվականին։ Դա նշանակում է, որ մենք ճիշտ ենք աշխատել ու լավ ենք աշխատել։ Գնահատականը դա է։ Պարոն Պապայան, բայց ինչ զարգացումների եք սպասում հաշվի առնելով, որ օրինակ ԲՀԿ-ն հայտարարեց այդ որ կդիմի վերահաշվարկի, ասում են ընտրախախտումները մենք կբացահայտենք, մինչև դա էլ մենք լսում էինք հա Քոչարյանից Սամվել Կարապետյանից, որ այդ իրենց խոսքերով այդ հեղաշրջում պերովավետ ինչ-որ գործողությունների։ Թող դիմեն ու գնան այև լացեն այն տասովշիկների դարդը, չնայած ենթադրում եմ, որ ընտրությունները վերջացել է եւ իրանք թքած ունեն այդ տասովշիկների վրա, իրանք մնալու են միայնակ մեր իրավապահ համակարգի հետ, թող իրենց տասովշիկների դարդը լացեն, որոնք դաստեքով դատվելու են։ Պարոն Պապայան, կներեք, բայց այդ ամենը որ դուք եք կիրառում, հա,
Այնօր ուսուցիչներ էին գալիս, աշակերտների էին բերում, դրանք վարչական ռեսուրսի չարաշահում։ Մենք վարչական ռեսուրս երբեք չենք կիրառել։ Երբեք չենք կիրառել։ Երբեք չենք կիրառել։ Ես բոլոր օրերին քարոզարշավ եմ արել, բոլոր օրերին առավոտը հագել եմ իմ սպիտակ սրտիկով մայկան, գնացել եմ քարոզարշավի, կարմրել ենք արևի տակ, վառվել ենք արևի տակ, մարդկանց մոտեցել ենք, մեզ ժպտացել են, երբեմն դրական, հաճախ դրական, երբեմն ոչ այնքան դրական։ Ես ասում եմ, որևէ մեկ ձայնագրությունները, մի րոպե, այդ ձայնագրությունները, որ ասում է բանը մարզպետը գալու է բյուրական, Մարտունին, Արմավիրը, Վերին Արտաշատը։ Ջան, մենք որևէ մեկին չենք ասել մեկ մարդ բեր մեր հանրավակի։ Պատասխանատու ասում եմ, որ մենք որևէ մեկի չենք ասել, ավելին ասեմ, երբ որ տես բան է եղել, մենք ասել ենք, եթե այդպիսի բան անող կա, բոլորը պետքա հեռացվեն աշխատանքից։ Ուրեմն Հայաստանի ուզում եմ ես հիշեցնեմ դες, որ 17 թվականին այն հայտնի ձայնագրությունները կար, որ զանգում էին դպրոցի տնօրեններին ու տես հազարներով ցուցակներ եւ այլն եւ այլն։ Ես ուրախ եմ հիմա արձանակ, նայեք, մի հատ աբսուրդ է։ Ամբողջ աշխարհում Հայաստան տարբեր են։ Ամբողջ աշխարհում երկու ձևի երկրներ կա։ Երկրներ, որտեղ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն կեղծում, երկրներ կան, որտեղ իշխանությունը կեղծում է, ընդդիմությունը չէ, եւ Հայաստանը նոր որակի երկիր է։ Երբ որ իշխանությունը չի կեղծում, ընդդիմությունն է կեղծում։ Սենց բան աշխարհում չկա։ Երբ որ ընտրակեղծրարը ընդդիմությունն է։ Եվ կներեք, քաղաքական այդ բոսյակները պետք է աղբանոցը նետվեն եւ սա ձեր էթիկայի կանոնակարգին չի հակասում եք բարերը չէ բոսյակներ, դուսպրտներ, ԿՊ-ի էթիկայի կանոնակարգին։ Տեսեք, նա ով կեղծել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը ու նա ով ուզում էր գողանալ Հայաստանի Հանրապետության երեխաների խաղաղությունը քաղաքական, բառից քաղաքական իմաստով այո, մենք ասել ենք ու մինչև բան այդ երրագլխիկներին մենք բառի քաղաքական իմաստով ջախջախելու ենք։ Էթիկայի կանոնակարգին գրած է որ քաղաքական հակառակորդների հետ քաղաքացիների հետ շփումների լսեք, քաղաքական հակառակորդների հետ պետք է լինել ցիվիլ։ Հանցագործների հետ պետքա լինել հանցագործների հետ պետքա լինել այնպես, ինչպես հանցագործի հետ վարվում է։ Մենք հազարներով հանցագործների հետ գործ ունենք։ Հանցագործներ։ Շատ լավ։ Պարոն Պապյան, դուք որպես սրտիկ ցույց տվող, քաղաքացուն բարձր արժեք համարող քաղաքական գործիչ, քաղաքական ուժի ներկայացուցիչ, ձեզ մտահոգում է, որ Արթուր Օսիպյանն արդեն 20 օրից ավել է հացադուլի մեջ է եւ առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Ես չեմ կարող մեկնաբանել իրավական գործընթաց, բայց ես գիտեմ, որ Արթուր Օսիպյանը հանրապետության վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու ուրեմն հրապարակային հայտարարություններ արել եւ դա մեր իրավապահ մարմինները գնահատել են որպես հանցագործություն եւ բնականաբար մենք չենք կարող ասել դե գիտեք օրինակ այս հանցագործը պայմանական օրինակ այս մեկը տենց մի քիչ լավն է եկեք աշկ փակենք այս մեկը այդքան էլ լավը չի եկեք աշկ չփակենք այս մեկը ես գրել եմ անձից վերանանք սա անձի մասին չէր խոսքը Սա երևույթների մասին է։ Ես օրինակ այդ մարդուն չեմ ճանաչում։ Քամուն տալ դարձված կա, պարոն Պապոյան։ Ես գործին տեղյակ չեմ, բայց ես գիտեմ, որ այդ դրվագը բացարձակապես կապ չունի, ավելին ասեմ, հատուկ ես գիտեմ, որ հանրապետության վարչապետը հետաքրքրվել է, որ այդ դրվագով չի, ասում եմ, չէ, որտեղ այդ դրվագում չկա հանցագործություն եւ չէր կարող այդ մարդը այդ դրվագի համար ձերբակալվել։ Այդ քաղաքացին ձերբակալվել է վարչապետի նկատմամբ հրապարակային բռնության կոչեր անելու համար։ Ինչու է դեպքին հաջորդը շուտ էր գրել այդ գրառը։ Դե ենթադրում եմ այդ դեպքի արդյունքում տեսել են, որ այդպիսի հայտարարություններ արել եւ դա պատկերացրեցիք, այսինքն դա եղել է մի հատ իրավիճակ, որի արդյունքում տեսել են։ Այսինքն վարչապետին կոշտ հարցադրում անի, քննադատի կգնան Facebook-ին։ Ես ձեզ մեկ բան է, երբ որ ես ձեր նկատմամբ կամ դուք իմ նկատմամբ կոշտ հարցադրումներ անեք կամ քննադատեք, մեկ այլ բան է, երբ որ փողադարձ միմյանց օրինակ բռնության կոչեր հնչեցնենք։ Ես կարծում եմ հենց այդ կետը հասավ, մենք էլ նույն տրամադրությամբ ենթարկվենք։ Բռնության կոչ չէ սատկացնել,
կզծնել, Դրանք քաղաքական հայտարարություններ են եւ բարի քաղաքական իմաստով, Բայց գուցե բմբուլները բարի քամի քաղաքական քաղաքական իմաստով մեր երեխաների խաղաղությունը եւ մեր պետության անկախությունը ինքնիշխանությունը գողացող մարդկանց նկատմամբ այդպիսի քաղաքական վերաբերմունք մենք պետք է դրսևորենք։ Երբ որ ձեզ դեմ են, դառնում են Չէ, հացակում, ներողություն, պարոն Պապայան, Բայց երևի ավարտենք, էլի, որովհետեւ այսպես է մի հաշարել չի խոսա։ Ինչ է, ձեր լրագրողը ստեղից օպերատորն ընդերից ասում է ավարտենք։ Պարոն Պապայան, Բայց շտապում եմ ես երևի։ Մեկ վերջին հարց տվեք։ Ներողություն, ինչպես է ստացվում, որ չոքացնելն ու կզացնելը քաղաքական խոսք է, իսկ բմբուլները քամուն տալը, որ մարդ բմբուլել չունի, որ շատ էլ ուզեն չեն կարող քամուն տալ։ Դա սպառնալիք է։ Այնտեղ էլի բաներ են եղել։ Ես գիտեմ, որ հրապարակվել է մի քանի կարծես թե սկրինշոթեր։ Ես նույնիսկ չեմ էլ կարդացել, բայց գիտեմ, որ կա այդպեսի, որովհետև գիտեք ինչի։ Ինձ չի հետաքրքրում ձեր ասած դեպքը։ Ինձ հետաքրքրում է, եթե Հայաստանի Հանրապետությունում մի քաղաքացի մյուսի նկատմամբ օրինակ բռնության կոչ է անում։ Դրան իրավապահները արձագանքում են, թե չէ։ Ինչ կապ ունի կներեք, այդ մարդկանց անունազգանունը Գևորգ Պապոյան, Նարեկ Կիրակոսյան, Արթուր Օսիպյան, Նիկոլ Փաշինյան, թե Պողոս Պողոսյան։ Ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն։ Որովհետև մենակ իշխանության ներկայացուցիչներն են այս երկրում ենթարկվում վերբալ բռնության։ Վերբալ բռնության։ Այստեղ էլ է ունիկալ։ Ամբողջ աշխարհում իշխանությունը բռնության է ենթարկվում ընդդիմությանը կամ չի ենթարկվում, այսինքն երկու տիպի կա։ Այստեղ հակառակն է, ընդդիմությունն է ենթարկում իշխանությանը բռնության։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։